Կեդեր ողջույն, ուսամ լավ եք, մի քանի բարձրաձայն մտորումներ, կադրից դուրս մարդկա չի ուզում խոսա, բայց իրագործա, մի քանի հարցադրում գների հետ կապված, չեքն է մոտնա, մի հատ ցույց տանք զուտ, սա ոչ թե ինչ-որ բոյկոտ է կամ թիրախավորում է հայկական բիզնեսին, Երևանյան բիզնեսին, բայց ես 15 տարի դուրս ապրել եմ ու ես չեմ հասկացել, չեմ հասկանում ու չեմ հասկանա, ինչպես կարա Երևանում միջին վիճակագրական կաֆեն լինի 2 անգամ ավելի թանկ, քան Իտալիան, Հռոմը, Բարին, Պուլիոն, Ալբերո Բելոն եւ չգիտեմ, Միլանը։ Հիմա մենք վերցրել ենք մի հատ բավականին հաջողված կապուչինո, վերցրել ենք էսպրեսո, վերցրել ենք կերել ենք արդեն, վերցրել էինք մի հատ կրուասան բանով, պիստաչո կրեմով և մի հատ թխված ալյա պեչենի, չեմ տես մի բան, ջեմով, ոքե, սպասարկումը հետը տվել ենք $9, հիմա ես ձեզ հարցնում եմ, 4000 դրամով, դպտվում ենք կենտրոնում, էսի բարի հյուսիսային պողոտանա, ովքեր գիտեն, պողոտ սրստակ չում կարասն, ոնց է կոչվում, բայց Michael Kors խանութի դիմաց, Polo Ralph Lauren-ի դիմաց, նստած ենք մեր համար։ Հիմա ես հարց եմ տալի ձեզ, ինչով է պայմանավորված, որ Երևանում լինի դա Կասկադ, լինի դա օպերա, լինի դա հյուսիսային պողոտա, այս ամենը ինչ որ մենք երանք Իտալիայում, մենակ կրուասանն է այդ գնի կամ մի հատ սուրճն է այդ գնի։ Հիմա ես ասում եմ, ոնց ես հարցի դեմ պայքարել, հիմա որ ասեմ բոյկոտել եւ այլն, ոմանք կթիրախավորեն, ինչ որ վատ բաներ կանեն, բայց իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի տրամաբանության մեջ։ Այն ինչ որ Երևանում կատարվում է, դա թալան է, եթե ոչ մի հատ բառ կա, որ եթերում չի, բայց քանի որ սա բլոգում եմ դնում, դա կոչվում է հաբրգել, որ ամեն ինչից փոխել ենք 4000 դրամով կրուասան առնենք, ես ինչ անենք եւ այլն, այդ ինչ ոնց եք թխե այդ կրուասանը, այդ ինչ եք լցրել այդ կրուասանի մեջ որ 4000-ը, հասանելի դարձրեք, չեմ ասում 1000 դրամ, բայց 3500, 4000-ով մի հատ կրուասան, որը միջին վիճակագրական Երևանյան սրճարանում է, դա անընդունելի է, ու ես այո ասում, ինձ երբեք 1000-ից մեկ կտենակ հայկական սրճարանում, ես բոյկոտում եմ, ու այո, կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր իրանք էլ չեն ընդունում այդ տրամաբանությունը, 2 հատ սրճարան մի գնացեք, եկեք Իտալիա, եկեք Միլան, այո, հարստացրեք ուրիշին։ Երբ որ պահանջարկը նվազի, կտեսնեք գները ոնց է նվազելու։ Ես ամենայն դեպս այդպես եմ անում ու հորդորում եմ նաև ձեզ։ Ունեք ավելացնելու բան։ Այսքան բան։ Իդեպ անջատեցի ու հիշեցի, որ կարևոր բանը չեմ ասել։ Այդ մենակ խոսում ենք սրճարանները, հյուրանոցերը, հյուրանոցի գները։ Մենք քանի օր մի շաբաթ առաջ Դիլիջանում էինք ծնողներիս հետ եւ այլն գանձի հետ, բոլորով գնացել էինք Դիլիջան։ Հայտնի վայրերից մեկն էինք համերգի էինք, հետո գնացինք ուրիշտեղ մնացինք Թուֆենկյան։ Հայտնի բան, հարգանք պատիվ ապրեք։ Okay. Ոնց կարա լինի մի գիշերը 30,000 դրամ, հարցնում եմ ձեզ։ Դրանց առաջին որ մնացել էինք, Դիլիջանում 70,000 գիշերը ոնց կարա դա լինի։ Այդ ինչ ոսկե պատեր չկար, Wi-Fi-ը հազիվ էր աշխատում եւ այսպես շարունակ կապն չկար cái սարերի մեջ։ Ինչով է դա պայմանավորված։ Մենք մնում ենք այս շենքում 6-րդ հարկում, տուն ենք վարձել, բոլոր հարմարություններով, գերարագ ինտերնետով, ընտիր բալկոնով, փաթեով, որից բացվում է ծովով, տեսարանով եւ այլն բանման 90 եվրո է գիշերը։ Այդ ինչ ենք մենք Երևանում անում, որ այդ գներն ենք վճարում։ Ինչու՞, որտեղ էլի սփյուռքահայերի սինդրոմն է։ Մա եթե հանք մեր երկիրը կարոցացած ենք, ման բոյկոտեք, այդ գներով բոյկոտեք, տեսեք գները ոնց է իջնում։ Ես արդեն տևական ժամանակը չեմ, ծախսում չեմ անում։ Տևական ժամանակ անցած շաբաթ էինք Դիլիջանում։ Դա պետք է։ Այդ մի հատը պետք է ծովը։ Այդ առիթ կար, գնացել ենք, նշել ենք, բան ամեն առիթին չես կարա հավաքես ազգոտակը գնացել նշես, բայց մեծ հաշվով դա ես չգիտեմ, ինչ բաց թողեցինք այդ, կա ինչ-որ բան որ Ծաղկաձորով էինք, ինչքան է։ Ծաղկաձորը չասեմ դա ամեն տեղ է այդ բան, ամեն տեղ այդ վիճակը, Ժորժ ջան։ Մեր բնությունը, մեր հողն ու ջուրը հասկացանք, սիրենք, բայց տրամաբանության մեջ պիտի լինի։ Իտալիան աշխարհի գերտերությունն է туриզմի մայրաքաղորն է туриզմի, միլիոնավոր մարդիկ են գալիս եւ այլն, կարան չի արդից օգտվեն, որ այս սուրճը
եթե 1.5 եվրո չլինի, 3 եվրո լինի, տուր պատոկը դրանից չի նվազելու, ես հավատացնում եմ, էլի գալու են, էլի գնալու են։ Բայց մեզ մոտ, երբ որ մեր ժողովրդի մեծ մասը հասանելիություն չունի այդ բաներին, մի քիչ նվազի կգնան։ Վանաձորում էր Վանաձորում 54,000 դրամ տվեցին սենյակի համար Վանաձորում։ Իսկ նշենք, որ Վանաձորում ոչ մի բան չկա էլի անելու, ոնց ոչ մեր մի բան չկա տեսնելու, եթե Դիլիջանում ինչ-որ գոնե հետաքրքրություններ կամ տեսարժան վայրեր կար, Վանաձորում գոնե թե չենք տեսել։ մի խոսքով Ժորժ ջան, էլի սա սրտացավությունից ելնելով եմ ասում, մեր երկիրը սիրելու բանով եմ ասում, ես չեմ քննադատում սա որպես չեմ սիրում հայրենասիրություն ուրմնաց, հայրենասիրությունից դրդված եմ սա ասում։ Մեր երկիրը պիտի վերանայի իր մոտեցումը շատ հարցերի շուրջ։ Փառք Աստծո, լիքը հարցերի շուրջ վերանայել ենք, եկնել գլուխերս ենք ավակել։ Այդ հարցում եւս պիտի վերանայենք մեր մոտեցումները։ Զբոսաշրջության առումով ոչ թե մի հոգի գա թակարդան գնի թալանեմ, չէ, պետք չի թալանել, թող պարբերաբար գան, թող ամեն անգամ գան։ Մենք այստեղ ծովամթերքի այս ռեստորանը, որ միշտ գալիս ենք, հեսա նկարվել ենք, նկարն է ցույց կտամ Facebook-ում, այդ մարդը գալիս է մոտենում է գրկախառնում, որտեղ գիտի ամեն անգամ գալիս ենք, մտնում ենք իրանց մոտ, իրանց պաստա ուտանես կան, ուտում ենք եւ այսպես շարունակ։ Իսկ մեր մոտ դուրս ես գալի օբյեկտից, ասում ես նագի մայ там больше не будет։ Ոտս չեմ դնի ստե։ Դու թալանել ես։ Մտածեք այդ ուղղությամբ։